Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 3, որ անձգամների ցնծությունը կարճ լինի և կեղծավորի ուրախությունը 1 վայրկյան, Հոբ 20-րդ գլուխ 5-րդ խոսք։ Հավատքը, որ Աստված պահանջում է մեզանից և որը նա ընդունում է, չի բաղկացած թույլ, կիսատ-պռատ և անկենդան ցանկություններից, որոնք միայն թեթևակի բարձրացնում են մեզ անտարբերության վիճակից վեր։ Աստված իր խոսքում մեզ կոչ է անում լինել անկեղծորեն բարի, հոգով ջերմեռանդ և մեր սրտերն ամբողջությամբ նվիրել հավատքին։ Հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեք, Հռովմայեցիս 12-րդ գլուխ 11-րդ խոսք։ Եվ հիմա, ով Իսրայել, ինչ է պահանջում քեզանից քո Եհովա Աստվածը, բայց միայն, որ քո Եհովա Աստվածանից վախենաս, նրա ամեն ճանապարհներում գնաս և նրան սիրես, և պաշտես քո Եհովա Աստծուն բոլոր սրտովդ և բոլոր հոգովդ։ Երկրորդ Օրինաց 10-րդ գլուխ 12-րդ խոսք։ Հենց այս ջերմեռանդ, կենդանի և ամեն ինչ կլանող սրտի նվիրվածությունն է հավատքի պտուղը, որը սրտի իսկական թլպատությունը կամ իսկական վերածնունդն է, և հենց դա է կյանքի խոստումը կրում։ Եվ քո Եհովա Աստվածը կթլպատի քո սիրտը և քո որդկանց սիրտը, որ բոլոր սրտովդ և բոլոր հոգովդ քո Եհովա Աստծուն սիրես, որ ապրես։ Երկրորդ Օրինաց 30-րդ գլուխ 6-րդ խոսք։ Եթե մենք անկեղծ չենք հավատքի մեջ, և մեր կամքն ու հակումները վճռականորեն չեն արտահայտվում, մենք ոչինչ ենք։ Հավատքի հարցերն այնքան մեծ են, որ մեր հոգևոր վարժությունները չեն կարող համապատասխանել դրանց բնույթին և կարևորությանը, եթե դրանք կենսունակ և ուժեղ չլինեն։ Մեր հակումների արտահայտման մեջ ջերմեռանդությունը ոչնչում այդքան անհրաժեշտ չէ, և ոչ մի բանում դանդաղկոտությունը այդքան զզվելի չէ, որքան հավատքում։ Ճշմարիտ հավատքը միշտ հզոր ուժ է, և այս ուժը դրսևորվում է առաջին հերթին իր ներքին դրսևորումներով սրտում, որտեղ գտնվում է դրա հիմնական և սկզբնական աղբյուրը։ Հետևաբար, ճշմարիտ հավատքը կոչվում է բարեպաշտության ուժ։